լրատվամիջոցներին հետաքրքրում էր նաև ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը Փաշինյանի առաջարկած կեղծ շանտաժիստական օրակարգերին կամ մենք կամ պատերազմ, նախագահը այսպես հեգնանքով արձագանքեց ընդդեմ Փաշինյանի, ամեն դեպքում ձեր դիրքորոշումը որն է, ինչ օբյեկտիվ այսպես մտավախություններ ունեն իշխանությունները ձեզ։ Նախագահը նաև որքանով ես ականջծայրով լսեցի, ասաց, որ ձեր բոլոր սկզբունքային հարցերի պատասխաններին կանդրադառնա համագումարյան գալիք իր ելույթում, ըստի հիմա շատ փակագծեր բացելու անհրաժեշտություն չկա նաև իմ կողմից։ Ինչ վերաբերում է ընթացիկ քաղաքական զարգացումներին, հանրապետականը մշտապես ցանկացած առիթով իր տեսակետը հայտնել է իր հարցազրույցներում, գրառումներում, հոդվածներում, նաև վերջին շահարկումների հետ կապված։ Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է մենամարտը ՀՀ քաղաքացիների հետ, այն բոլոր տեսարանները, որոնք մենք տեսնում ենք, այսպես ասած, աղմախ ավտոբուսի շրջանառության ժամանակ, վկայում են մեկ բանի մասին, որ այն ինչ որ սարքած չի, վատ է Նիկոլի համար, իսկ սարքած չի լիքը բան եւ չեն կարող ամենից սարքեն, եթե իմի բերեմ մենամարտը ՀՀ քաղաքացու հետ Նիկոլը պարտվում է, սա չի նշանակում, որ նա պարտվել է ընտրությունների անպայման եւ մեր առաջարկը քաղաքական ուժի մեջ է, որ առանց փողոցային պայքարի, իմպիչմենտի առիթով նախաձեռնված փողոցային ճնշման, իդեպ նախ ընտրական եւ հետընտրական փուլերում որևէ հանգստության, ընդդիմության ընդհանուր հաղթանակի հետ կապված որևէ ինքնահանգստության փորձ ես կհամարեմ հանցավորություն, նայիվություն եւ նայիվության հանցավորության աստիճանի միամտություն։ Նկատի ունեք պարտվում է քաղաքացու հետ այսպես Ինքը պարտվում է ՀՀ քաղաքացուն, այն քաղաքացուն, որը սարքած չի, մեծամասնության, այսինքն հայասարակության, ցանկացած երկխոսության մեջ։ Դուք տեսեք մետրոյում աղմուկ հանած դեպքը ինչի մասին էր, այն մասին էր, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում խոսել, եւ որքան էլ Նիկոլը փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որքան էլ իր սպասարկուները ասում են, գիտեք, դա ժողովրդավարություն է, այդտենց ամենամեծ ժողովրդավարությունը մեր ժամանակ էր, ես կրթության նախարար Բաղրամյանը ինչ ասես, ինչ չէին գոռում, դրանից ավելի բարձր ժողովրդավարություն, մի պատկերացնում եք Նիկոլին ինչեր են գոռալու տեղին, մի գեղեցիկ Եվ նաև Արցախի հետ կապված ըստ էության Իդեպ արդեն գոռացել են նախորդ ընտրացում։ Հետևողականորեն փակում են մեկը միշտ ընդհանուր նաև բառը, հա, հիշում ենք երեք նաև ասել, ինչ է Արցախ ասում։ Այո, ճիշտ է։ Դա ի տարբերություն 21-ի պետք է մի բան խոստովանել, որ ճիշտ իքսենք, հա։ 21 թվականին Նիկոլը գնում էր ընտրություններին, խաբելով մարդկանց։ Իր նախընտրական ծրագիրը խաբեություն էր, ոչ միայն տնտեսական, սոցիալական եւ այլ բլոկերով Արցախի մասով խաբեություն էր։ Եվ ընտրվելուց հետո, երբ որ վերարտադրվելուց հետո, երբ որ կառավարությունը նույն դրույթները վերցրեց իր ծրագրի մեջ, ընդդիմությունը 4-5 տարի ասում էր, գիտես դու լեգիտիմ չես, որովհետեւ քո քայլերը ակասում են քո կառավարությանը։ Նիկոլն այս անգամ ազնիվ է, բացառիկ տեղը, որտեղ ինքը ազնիվ է, իր անհայրենիքությունն է։ Եթե 26 թվականին վերալեգալացվեց որպես վարչապետ, ապա ոչ ոք էլ չի կարող ասել, գիտես դու խաբել ես ժողովրդի, որտեղ ինքը էլ չի խաբում, ինքը ասում Արցախ չկա, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է։ Այսինքն այլևս քաղաքական քվեարկության հետ կապած, նաև քաղաքական միջազգային դաշտում դժվար է լինելու։ Այսօր ես ինչ եմ անում, գնում եմ արտասահման, երբ որ դատարանը ինձ թույլ է տալիս եւ ասում եմ, սա Նիկոլի նախընտրական ծրագիրն է, Արցախ կա, սա այն է, ինչ որ ինքը հիմա է ասում։ Այսինքն Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը հակաօրինական է կառավարության ծրագրի ազգային ժողովի կողմից հաստատման ուժով։ Պարզա չէ, այսինքն այսօր ինչ որ իրանք խոսում են, ոչ միայն հակասահմանադրական, որովհետև սահմանության մեջ պահպանված են այն դրույթները գործող, որոնք պետք է պահպանվեն, այլ նաև հակաօրինական օրենսդրական ակտերով, որովհետև կառավարության ծրագիրը օրենսդրական ակտ է։ Եվ այս քաղաքականության մեջ ինքը գին է վճարում իր վերարտադրության համար։ Սա ակնհայտ բան է, այդ սրտիկի հետևում, որ ինքը ցույց է տալի, երևում են Ալիևի բեղերը։ Այդ սրտիկի հետևում, ասենց որ մոտիկ գլազոկի նման, պատկերացրեք այդ սրտիկը գլազոկ է,
հա, դուք մոտենում եք այդ գլազոկին, այդ սրտիկի գլազոկի մեջ երևում է Ալիևի քիթ բերանը եւ բեղերը։ Այդ սրտիկը կազմված է Ալիևի ձեռքերով եւ տակը բնականաբար որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, եթե Նիկոլը ինքն է ասում, որ խոսքը խաղաղության մասին չի, խոսքը այն մասին է, որ ես շանտաժ եմ անում հայ ժողովրդին։ Բայց մենք ապրում ենք հիմա մի իրողության պայմաններում, երբ նրանք ասում են մի բան, հետո ասում են սխալվել են, հետո ասում են ներողություն խնդրել։ Ալեն Սիմոնյանը ձեր իշխանության օրոք ակնան, որը այդ մեր իշխանության չէր, արդեն իրանք 17 նկար էր հրապարակում, որ հայրենիքն է, Աղդամն իր հայրենիքն է, հիմա ասում է սխալվել եմ, երբեք իմը չի եղել, Ղարաբաղը Ադրբեջան է եղել, այնտեղ որտեղ իրենք չկա։ Քաղաքական քարոզչական դաշտում կա անդիմություններ շատ են փառքասու այսօր, թող գնան բոլորը մեր չափ դա ասեն, հա։ Եվ մեր նման դա ասեն, որ տեղ հասնեն։ Խնդիրը շատ պարզ է։ Այնտեղ որտեղ իրանք չպետք է ներողություն խնդրեն, օրինակ նման նկարների եւ դիրքորոշման համար իրանք ներողություն են խնդրում, բայց մեզանից են խնդրում, չէ։ Այդ ներողության հասցեատերը պատճի, որ Հիկմետ Հաջիևն է օրինակ, կամ Ալիևն է, կամ Գասանովն է։ Իսկ այնտեղ որտեղ պետք է ներողություն խնդրեն ու ռադները քաշեն, դա չեն անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական բանը ֆիքսել եք, չէ՞ բոլորը։ Ինքը անընդմեջ կոնտենտ է արտադրում, անընդմեջ լցում է իրանով դաշտը, կապ չունի ինչ անելու, քիթա քորելու, պորտնա մաքրելու, չգիտեմ, բանա ուտելու, կապ չունի ինչ անելու։ Ու մենք բոլորով պետք է մի բան հասկանանք։ Օրինակ, ես շատ ազնիվ ու անաչառ բան ասեմ ձեզ։ Ընդդիմությունը, երբ որ ամբողջ քաղաքական դիսկուրսը վերածում է կարտոշկի, այդտեղ ինքը կրած է Նիկոլը, որովհետև կարտոշկի մեջ ինքը մասնագետ է։ Բայց երբ որ ընդդիմությունը օրինակ քաղաքական խոսույթի մաս դարձնի, 15 օրվա բան եմ, օրակարգ եմ ձեզ ասում, հրապարակվել է 4 միջազգային զեկույց, որով Հայաստանում ժողովրդավարության վիճակը իր բոլոր բաղադրիչներով կամ հետընթաց է կամ ճահճացում է։ Դրա օրակարգի մաս բացի մեզանից, որ մենք դրանից խոսում ենք, լսել եք ինչ որ մեկը ասի։ Freedom House-ը գրում է, որ Հայաստանը մասամբ ազատ երկիր է, ստեղ կներեք ժողովրդավարության բաստիոնի, այսպես ասած, ուրվականն է շրջում։ Վիդեմ հեղինակավոր կառույցը գրում է, որ մարդու իրավունքներով հետընթաց կա եւ բազմաթիվ այլ խնդիրներ կան, չեն գրում։ Heritage Foundation-ը գրում է, որ Հայաստանում դատական համակարգը կախված է, դա միջազգային զեկույց է, ընդդիմությունը դա խոսույթի մաս եւ աշկը չի կողում դա, հասկանում ես։ Պետք չի Նիկոլի աշկը կողել կարտոշկեն։ Կներես, հասկացած։ Նիկոլի աչքը պետք չի կարտոշկա եւ կուկուռուզ մտցնել, որովհետեւ իր աչքը այդ տեսակետից անհուն է, այդ մեշոկով կարտոշկա կտեղավորեք մեջը։ Բայց մտցնել փաստը այն էլ իր կողմից ընդունված ժամանակին հեղինակությամբ ընկալվող այդ միջազգային զեկույցների պետք է։ Այսօր նոր գալուց բան եմ դες հրապարակել։ Եվրոպական խորհրդարանը, երբ որ Նիկոլը Ստրասբուրգում խոսում էր, կես ժամ հետո ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով զեկույց։ Այնտեղ Հայաստան որպես ԵՄ-ի հնարավոր անդամ չկա։ Այսօր Վրաստանը կա։ Այսօր քարտեզը հրապարակել եմ, Եվրոպարլամենտի հրապարակած քարտեզն է։ Հայաստան այնտեղ չկա, Նիկոլին չելենջ եմ առաջարկել։ Ես ասել եմ, Նիկոլ, եթե Եվրոպական միության խորհրդարանի կողմից հրապարակված քարտեզի վրա որպես ԵՄ տեխնացու պոտենցիալ երկիր գտնես Հայաստանը, ես քեզ նվիրում եմ 100 կիլոգրամ մակարոն, որ շարունակես, եթե կարող ես, կախել մեր միամիտ քաղաքացիների ականջներին։ Գտի այդ Հայաստանը, ես քեզ 100 կիլո այն ամենաթանկը որն է, որն է այսօր բարիլլայա ինչ ասում է, չգիտեմ, գզրազնիցի, այդտենց 100 կիլո ես քեզ մակարոն կնեմ։ Պարոն Աշոտյանի, չելենջները արդյոք որքանով են քաղաքագիտական, քաղաքական, բայց դու տեսա, ես չեմ ուզում ուրիշների գործը լավ ոչ է, բայց չելենջի հիմքում ընկած այն փաստը իմ չելենջի հիմքում։ Պոդքաստ են անում, անդրադառնում չելենջի։ Այլակ ջան, հարգելիս, իմ այսօրվա չելենջի հիմքում ընկած այն փաստը, որ Նիկոլը Ստրասբուրգում Եվրոպարլամենտի ամբիոնից ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի մասին, կես ժամ հետո ընդունվել է ռազմավարություն, դրանքից քարտեզ, որտեղ Հայաստան չկա, միակ պոտենցիալ անդամ երկիրը, որ տեխնացու երկիրը, որ գերած է, տեխնացու, Կոսովոն է։ Այսինքն այս փաստերը, չէ, պետք է հանել կներես ու կարտոշկի փոխարեն դա կողել աշկը, որտեղ ասում եմ, Նիկոլի աչքի մեջ հազարատ կուկուռուզ կտեղավորվի, բայց սուտ քարտեզ, որտեղ ճիշտ քարտեզ իր սուտը բացայտող չի տեղավորվի, թող կրուտի տանի դա եթե կարա։ Հասկանացում եք, մենք խնդիր ունենք, քաղաքական օրակարգը չի կարելի վերածել ռեալիթի շոուի։
մենք ապրում ենք այդ reality show-ի ռեժիմում, ու ոնց որ դոմ դվա լինի, վայ, էսի նրան կծեց, էսի նրան պաչեց, էսի նրան գզեց, էսի նրան տվեց, էսի նրան չտվեց, էսի կերավ, էնի չկերավ, դե լավ էլի։ Սա է քաղաքական դիսկուրսը։ Շնորհակալ եմ, մնացածը համագումարին։ Արցախի էջը չեն կարող փակել, իրանք չեն բացել։ Հա։ Ասում եք Արցախի հարցում ազնիվ է, միայն Արցախն է խնդիրը, իսկ Հայաստանի տարածքների մասով վտանգ։ Ես մշտապես դեմ եմ եղել այդ տարանջատմանը, որովհետև Արցախի հարցը դա Արցախի մասին չէր միայն, դա Հայաստանի մասին է։ Երբ որ ասում ենք վայ Արցախը, այդ իրանց նարատիվն է, Արցախը տանք, լավ ապրենք։ Դա ընդհանուր զիջողականության հարցը, որովհետև այն քարտեզը, որ ինքը դեղին գույնի դեպ չգիտեմ նկատեցիք, երեք ուրիշ բան էլ է գրել։ Ֆաշիստները հրեական ճամբարներում, գետոներում, որպեսզի տարբերեն հրեաներին, պարտադրում էին մի խանգարի անջան։ Պարտադրում էին դեղին տարբերանշաններ գտնել։ Ազգային սիմվոլ է, չէ՞ Դավթի աստղը։ Վրոձի վատ բան չէին անում։ Հիմա Նիկոլասը ասում է, չէ, մեր ազգային սիմվոլը այդ նույն գույնի մեր կրտած քարտեզն է։ Գոնե ազնիվ լներ են աստիճանի, որ այդ դեղին քարտեզի վրա կարմիրով ներկեր ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքները, որ ասենք տղեն ոսկի բարձրաձայնում է իր դոշով են հարցը, որը այս կարմիր գիծը օկուպացված է։ Էլ չեմ ասում Արցախաշենը բա ուր է տեղ։ Կար, ասում էին կար։ Հա, դե կարող է թեյփ ապրոստը իր մազի ծնգե, այդ է հիմա, չգիտեմ։ Ժորժ ջան, խոսենք մնացած համագումարին, չկաներեք, շնորհակալ եմ։